Այստեղ արդեն հաղթողները իրար հետ մրցել են 9 հոգի։ Դες Հայաստանի համար եւ ոչ միայն Հայաստանի ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու։ Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, մանավանդ որպես բանակցային գործընկեր, մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավար ղեկավարը։ Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի տուր պատասխանը հետևյալն է։ Մեզ համար երևի ամենաձեռնտու հանգամանքը կլներ այն, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր։ Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար ճանապարհ ենք անցել, բանակցային ճանապարհ ենք անցել։ Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը։ Գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվել են։ Դրանց շուրջ 4 տարի ակտիվ բանակցություններ ենք վարել։ Ճիշտ է, հիմա ես չի ասի, որ բանակցային process-ը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել։ Եվ եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կանգ դրսևորել եւ վեր կանգնել իր այդ մոլուցքից հայատյացության, ես կարծում եմ, ես համար ամենաընդունելի նախընտրելի տարբերակը դա է։